Բարև ձեզ հարգելի բարեկամներ, զինակից ընկերներ։ Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման 26 հունիսի 2025 թվականի հայտարարություն։ Հայաստանի իշխանությունները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ իրենց իշխանությունը կորցնելու վախից տառապում են զառանցանքով։ Անընդհատ նրանց թվում է, թե ընդդիմադիր տարբեր գործիչներ նպատակադրվում են համախմբել իրենց կողմնակիցներին, կազմակերպել հեղաշրջում և բռնազավթել իշխանությունը։ Այնուհետև այդ ճակերտով հեղաշրջումների փորձերը կանխելու համար ընդդիմադիր գործիչների վրա Նիկոլ Փաշինյանի հրահանգով Հայաստանի Հանրապետության ճակերտավոր իրավապահ մարմինները հարուցում են շինծու քրեական գործեր և ապօրինաբար նրանց ձերբակալում ու կալանավորում են։ Օրինակները բազմաթիվ են։ Հյուսիսային տերևաթափ կոչված խումբը, Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման ղեկավար Ալբերտ Բազեյանի ձևավորած խումբը, Սև Հովազ ջոկատի հրամանատար լուսահոգի Ռուստամ Գասպարյանի եղբայր ազատամարտիկ Սերոբ Գասպարյանի խումբը, ազատամարտիկ և ընդդիմադիր գործիչ Արտուր Վարդանյանը և այլն։ Հատկապես արտառոց էր, որ վերջերս նույն մեղադրանքով ձերբակալվեց, այնուհետև գործող ապազգային իշխանության հրահանգով 2 ամսով կալանավորվեց գործարար և ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանը։ Վերջին շրջանի ձերբակալվածների շարքում են նահատակ հերոս Հակոբ Ռոստոմյանի հայրը Արա Ռոստոմյանը, ձերբակալված 2 ամսով կալանավորված Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը, ձերբակալված և 2 ամսով կալանավորված Պահեստազորի գնդապետ Միրան Մաղսուդյանը, ընդդիմադիր սրբազան շարժման բազմաթիվ անդամներ։ Ապօրինի խուզարկություններ են կատարվել սրբազան Հայր Բագրատ arczepiskopos-ի կենցավայրում, Հայաստանի հայ հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի անդամ ազատամարտիկ Իգոր Սարգսյանի բնակարանում, ՀՅԴ անդամներ Վարդան Ավագյանի, Վարազդատ Ամիրաղյանի և այլոց բնակարաններում։ Գիշերը դատարանի ապօրինի որոշումով 2 ամսով կալանավորվել է arczepiskopos Բագրատ Սրբազանը։ Խուզարկվել են նաև Վերածնվող Հայաստան կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը և ըստ մեր ունեցած տեղեկությունների նրա կնոջը ձերբակալել են։ Քննչական կոմիտեն էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն սրբազան պայքարի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են կատարելու ահաբեկչական գործողություններ իշխանությունը բռնազավթելու նպատակով։ Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը խստորեն դատապարտում է գործող ապազգային թրքամետ վարչախմբի նման գործելակերպը։ Մենք հայտարարում ենք, որ շինծու մեղադրանքներով և ապօրինաբար մեր հայրենակիցներին ձերբակալելով ու կալանավորելով հայ ժողովրդի ու Հայաստանի քաղաքացիների դիմադրողական ոգին նրանք կոտրել չեն կարող։ Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորումը իր զորակցությունն է հայտնում ապօրինաբար ձերբակալված և շինծու մեղադրանքներով կալանավորված մեր բոլոր հայրենակիցներին, նրանց հարազատներին և զինակից ու գաղափարակից ընկերներին։ Մենք մեկ անգամ ևս հաստատում ենք, որ շուտով հայ ժողովրդի ու Հայաստանի քաղաքացիների համախմբված ու լավ կազմակերպված բողոքի հզոր շարժումով գործող ապազգային վարչախումբը հեռացվելու է իշխանությունից։ Հայաստանում ձևավորվելու է նոր ազգային իշխանություն։ Մեր հանրապետությունում հաստատվելու է իրական արդարադատություն, օրենքի գերակայություն և քաղաքացիների իրավահավասարություն։ Ազատ են արձակվելու շինծու մեղադրանքներով ապօրինաբար ձերբակալված ու կալանավորված գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, Բագրատ arczepiskopos Գալստանյանը, ազատամարտիկ Արտուր Վարդանյանը, Արցախի ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Գալստյանը, ազատամարտիկ Սերոբ Գասպարյանը, Արմեն Աշոտյանը, հերոս զինվորի հայր Արա Ռոստոմյանը և քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ու կալանավորված մեր բոլոր հայրենակիցները։ Հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման խորհուրդ։